ուղղակի շատ չեմ ուզում կենտրոնանալ սրա վրա, բայց տեսեք ես հիանում եմ ուղղակի գյումրեցիներով, գյումրեցիներ, իսկապես այն որ ասում են Գյումրին վան քաղաք է, տեսեք, գյումրեցիները ապացուցեցին, որ կանգնած են իրենց սրբազանի կողքը։ Գյումրեցիները ապացուցում են, ինչ էր երեք, գիտի բանի նման, բոնժի նման գնացելա, չէ, այդպես չէ պարոն Դանիել, հավաքելա ինչ որ մի հատ խումբ է հավաքել տարել իր այդ, ինչ որ ԱԾԱ-ականներ են գնացել են, փակում են դուռը, որ ոչ մեկ չմնա այնտեղ, որ գնան խուժան պատարակ, ես ուրիշ բառ չեմ գտնում, գնում են, որ այնտեղ ինչ որ խուժան պատարակ անեն, ես ուզում եմ ուղղակի վանկարկումները, մի հատ այս ամոթն ու խայտառակությունը, նախ այս այլանդակությունները, այս սրբազանները, այդ պիղծ այդ սրբազանները դավաճան 4-ն էին, չէ, 3 գնացել էին, այդպես ամոթով եք դուք պտտելու, եթե անգամ Հայաստանը հաջողի կործանել այս խունտային, այս բանդային, Էրդողանի հետ Ալիևի հետ միասին վերջնական կործանեն, միևնույն է, դուք ամբողջ կյանքում ամոթում ձեր, եթե ես չեմ կարծում, որ թուրքերը ձեզ հնարավորություն են տալու, ապրեք, բայց եթե մնաք դες ամոթ, այսինքն քաշելու եք, ոնց որ 3 այդ պատկերը, մի հատ խնդրում եմ դրեք, տեսեք թե մեր սիրելի գյումրեցիները ինչ էին վանկարկում եւ ամոթից ուր էին փախչում սրանց եւ ինչ էր 3 տեղի ունենում։ Որտեղ շատ չեմ ուզում սրա մասին խոսել, ասել թե ինչ էր, պետք է այդ պատկերը տեսնեք բարձրացրու ձայնը, որ լսենք թե տեսեք։ Այս բանն է, չէ՞, ինչ էր անում։ Վլադիմիր Վարդանյան քպական եւ շատ հայտնի Վահագն Ալեքսանյան։ Չէ, թող դա մի անգամ էլ ու չէ վերջ։ Սրբազանների։ Ամոթ ձեզ, ամոթ գյումրեցիները թուքումուր են թափում Կճյանի, Գևորգ եւ Սիոն սրբազանների։ Տեսեք ոնց են փախչում, ձայնա տալի, Սիոն սրբազանը ձայնա տալի, արագացեք, վարորդին ու պաշտպաններին ա կանչում, որ արագ փախչի, դե Կճյանի համար նորմալ է, ինչ է, անամոթության, սա անամոթության մարմնա, դարի անամոթության մարմնավորումն է։ Մասյացոտնի։ Այո, ով է։ Մասյացոտնի Գևորգ։ Գևորգն է, Կճյանն է եւ Սիոն սրբազանները հույսով որ պիտի, տեսեք, փախչում են, այսպես փախչելով ամոթանքի տակ եւ են գյումրեցի կնոջ։ Բաց եղել ճողոպրել է։ Իհարկե, իրանք տարբեր ճանապարհներով փորձել են փախչել եւ մյուս սրբազանի, չէ, են քաղաքացու եւ մի նախկին մանկավարժ կին է, չնայած մանկավարժի նախկինը որն է, մանկավարժ կինը, ես ուզում եմ ասել, որ տեսեք մեր շարքային սովորական քաղաքացիներն էլ ինչ գիտակցում ունեն, ոմանք ինչ գիտակցում են, թե մենք ինչի մեջ ենք եւ ինչ են անում Նիկոլեին։ Պղձում հայկական եկեղեցիները, այս պիղծը կատարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի, պաշտպանում է դրանց շահերը։ Ես հաստատ համոզված եմ, եթե սա մնաց, եկեղեցիները կվերանան ընդհանրապես, տեղերը կդնեն մզգիթներին, կսովորեն, ոտքերը հանի, մտնի մզգիթ, աղոթք կանի, նամազ անի։ Ուղղակի վշտովված եմ այն առումով, որ վերջը մենք ժողովուրդ ենք, անց կկոչվենք, ամոթել է, որ սա 7 տարի մնացել է Հայաստանը ղեկավարում, 7 տարի շիզոֆրենիկ խելագարը, թուրքական ագենտը։ Շատ եմ վշտովված, ինչ ինքը Սա ինչ է, որ սրաներ հարցեր եք տալիս։ Նյուզեյմի ռեպորտաժն է։ Լավ, համաձայն եմ ձեզ հետ, ցույց տվեք քրտնավարի պաշտոնյայի, որը իրոք իշխները կատարում է ճիշտ ու աշտար։ Ցույց տվեք մեկին։ Բոլոր ուժային կառույցները իր հետուկը պահելու համար են։ Բոլոր նախարարները սպասում են Նիկոլեի իր։ Տեսեք, ինչ ճշգրիտ գնահատական։ Ցանկացած քաղաքական հասարակական գործից ճշգրիտ գնահատական, տեսեք։ Ամենը փող է։ Փաշինյանը հաստատի մասնակցելու է 7 վերջին պատարակի, սակայն այս պատարակը անցկացնելու է ոչ շիրակիթենի հոգևորական, այլ դեռևս անհայտ։ Հասկանում եմ, ես գիտեմ, այո։ Մասնակցելու եք, մտնելու եք ներստեր, Չէ, ես էվեր պավաս, որ դրա ես մնդեմ եկեղեցի։ Ինքը եկել է պղձելու հայկական եկեղեցին և պղձելու այսօրվա մեր զոհերի հիշադակը։ Ոտքից գլուխ մի աղանդավոր պիղձը, ինչպես կարող է մտնել եկեղեցի մաքուր հոգով։ Ու 7-ին է, անցի 7-ին։ Ինքը պիղձ մաշտ է։
Շատ լավ, եւ նաեւ ուրեմն էս լինում է դրանից հետո որ ինչպես են մաքրում եկեղեցին, այդպես ասեցին գյումրեցիները, ի՞նչն է հետաքրիր, ինքը գնում է այսպես պղծում են, զեղչում են այնտեղից, դա կոչվում է պղծություն, եկեղեցին է ասել։ Այս հերձվածություն եւ գնում է պղծում է դրանից հետո ինքը որ գնում է ունեք Սուրբ Սարքություն, տեսեք էլի պատարակ է լինում, էլ չեն բացի են արագածոտնի են եկեղեցուց, որը բանը խուժ գողականա, քրեականա, խուժանա, չգիտեմ ինչա։ Դուք պատկերացեք բանալիները գողացել է, փականները գողացել է, հիմա գնացել նստել թույլ չի տալիս որ մտնեն եւ ինչ ուզում անում է այդտեղ։ Մնացած տեղերում գնում է Նիկոլա անում է, դուրս է գալիս իր հետևից նորից կարգով ամեն ինչով այսպես գնում է։ Հետո տեսեք ոնց են մաքրել։ Այս արդեն հավատավոր Գյումրու հավատավոր ժողովուրդն է։ Լավ, ինչ պիտի անեք Նիկոլե ժողովրդի հետ, ասենք թե չգիտեմ, էլի մի 10 հոգու ձերբակալեք, էլի մի 20 հոգու ձերբակալեք, չգիտեմ, ինչ պիտի անեք, որ ամփոփեմ այդ թեման, Արշակ Սրբազանի թեման, ինքը մեկ անգամ եւս ցույց տվեց Արշակ Սրբազանը, որ այո, կարելի է լինել ուժեղ, կամային, հավատավոր, չվախենալ ամենակարևորը եւ արժանապատվորեն կրել են ամեն ինչ որ դա ինչ պիտի անես եթե ուժայիներով այդպես գնում են ինքը ճիշտ էր ասեմ մեր ինչպես վեհապար ասեց օթանավականը չէ պարոն Դանելյանը իր ուժը ինչն է ժողովուրդն է հավատն է եւ ժողովուրդը մենք պիտի պաշտպանենք մենք բայց շատ կարեւոր է որ մենք ունենք այսօր այդպիսի սրբազաններ Միքայել Սրբազանի նման, Բագրատ Սրբազանի նման, Մկրտիչ Սրբազանի նման եւ Արշակ Սրբազանի նման եւ ասեմ որ ամենակեղտոտ գործիքակազմ, ամենաայլանդակստոր գործիքակազմը կիրառվել է Արշակ Սրբազանի նկատմամբ, գիտեք ինչեր տարածեցին, ինչեր արեցին, ինչ էին փորձում անել, մտնել ընտանիք, պղծել եւ այլն, բայց այդ ամենին դիմադրելուց հետո, այդ ամենին դիմանալուց հետո Արշակ Սրբազանը ինչպիսի կեցվածք ընդունեց եւ չդավաճանեց հայ առաքելական եկեղեցու եւ չդավաճանեց վեհապար հորը։ Հիմա այսպիսի վիճակ է, երեք արդեն հայտարարեցին, որ իրեն գնալու են Մայր տաճարի վրա։ Ես ասեմ, որ ընդդիմությունը եւ մենք գնացել ենք դիմավորելու, պարոն Դանելյանն էլ էր այնտեղ եւ մի քանի եւ դաշնակցական երիտասարդներ տեսա, ես մյուս ընդդիմադիրներ կար, անհասկանալի է չենք տեսնում, մեր ընդդիմադիրները էլի շարունակում են, գործիչները շարունակում են իրենց, չգիտեմ, ծախված լինելն, ասեմ, վախեցած լինելը կամ հիմար լինելը կամ ոչինչ չանել այդ ամեն ինչը իրենք ուղակի արդարացնում են նրանով, որ վեհապար հայրը պիտի երևի հրավիրատոմս ուղարկի, ասի եկեք ինձ դիմավորեք կամ սրբազանները պիտի հրավիրատոմս ուղարկեն, ասեն եկեք մեզ պաշտպանեք։ Սա աբսուրդ է, ապուշություն եւ անհեթեթություն է, նորից եմ ասում, կամ դուք վախենում եք, կամ դուք ոչինչ ձեզանից չեք ներկայացնում, կամ որտեվ այս իրավիճակում ոչինչ չանել եւ տեսանելի է որ մեծ հաշվով ոչինչ չի արվում այդ մարդը ազդարարեց որ գնալու է կարծում եք պատահական է որ Ալենն ասեց գնալու ենք Մարտաճարի վրա պատահական չի չէ մարդը կազմակերպում է հիմա ինչ իրազեկում կա ժողովրդին ինչ է ասվում ինչպես է աշխատում եւ ինչ է պատրաստում անել խնդրեմ այս ամեն ինչի մասին ես քանի որ ուշացակ ես արդեն չգիտեմ կես ժամ ինչ է եթերում էի փորձում էի ներկայացնել բայց էլի բաներ Նախ ուզում եմ ներողություն խնդրել ուշանալու համար ուշանալս պատճառ ունի շատ կարևոր պատճառ է դա կապված է քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին գիտեք որ արդեն 23 մահվան դեպք է տեղի ունեցել քրեակատարողական հիմնարկներում 8 ինքնասպանության պատճառով մահվան դեպքը մնացածը առողջական խնդիրներով պայմանավորված եւ ես բազմաթիվ անգամներ բարձրաձայնել եմ այս հարցազգային ժողովում պահանջել եմ որպեսզի հատուկ նիստ հրավիրվի եւ այս խնդիրներն ու այս հարցերը վերհանվեն գիտեք որ նաեւ այս ընթացքում սրվել է բազմաթիվ քաղաքական բանտարկյալների առողջական վիճակը այս մարդիկ ժողովրդական լեզվով ասած միլավորի չեն եւ քրեակատարողական հիմնարկներում բավական լուրջ խնդիրներ կա ես այսօր քննարկումա տեղի ունեցել, փակ քննարկումա տեղի ունեցել, ուշացումով տեղի ունեցավ այդ քննարկումը, ես էլ ստիպված ուշ եկա ձեր տաղավար, պլանավորում եմ ավելի շուտ գալու եւ ձեր ներողամտությունն եմ հայցում, անմիջապես դրանից հետո եկել եմ այստեղ, ինչու՞մ նա խնդիրը կայանում, կա շատ կարեւոր մի հարցի եմ ուզում անդրադառնամ, դա Միքայել Սրբազանի առողջական վիճակն է, որ դիմել են ուրեմն պողակին, որը որ
զբաղվում է քրեակատարողական հիմնարկում առողջապահության նախարարությանը կից ՊՕԱԿ գոյություն ունի, որ ենթարկվում է առողջապահության նախարարությանը եւ այդ խնդիրը ուրեմն ձգձգումների, խոչընդոտների առիթ է հանդիսանում եւ ես այդ հարցը բարձրաձայնել եմ Միքայել Սրբազանը անհապաղ պիտի բուժ օգնություն ստանա, պետք է կազմակերպվի վիրահատությունը գաղտնիության պայմանավորված չեմ կարող մանրամասնել հայտնել կոնկրետ այդ դրա վերաբերյալ եւ ես շատ կտրուկ եւ շատ կոնկրետ պահանջ եմ ներկայացրել որպեսզի պատկան մարմինները օր առաջ ապահովեն մարդկանց առողջական վիճակը եւ չպետք է այնպես թույլ տանք որ 24-րդ մահվան դեպքը Աստված մի արածը տեղի ունենա շատ կարևոր մի առանցքային հարց է որը որ մեր ուշադրության եւ մեր հոգացության ուրեմն ամենօրյա մեր հոգացության կարիքը ունի այդ մարդիկ ոչ միայն Միքայել Սրբազանը այլ նաեւ մենք գիտենք Բագրատ Սրբազանը ունի առողջական խնդիրներ նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ունի առողջական խնդիրներ մի քանի անգամ հոսպիտալացվել է եւ ուրեմն պատշաճ էլի բուժօգնություն չի ստացել եւ այդ մարդկանց նորից էլի նույն տեղում պահում են Պարզա չէ այն անձը որը որ այս ամեն ինչը կազմակերպել է եւ արդեն քրեակատարողական հիմնարկներում տեղ ու դադար չկա քաղբանտարկյալներով լեցուն է չկա մարդասպան հանցագործներես դասում զվռնում է քաղաքական ով ասում է ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ ասում է տանում ենք ով ասում է ես Հայաստանի Հանրապետությունը իմն է տանում ենք եւ այո մենք արդեն ունենք ինքնախոստովանական ցուցմունք ուրեմն այս հայրենակործան հայակործան ազգակործան այս անձնավորության կողմից որը որ խոստովանել է որ ԱԱՑ-ին հանձնարարել է որ ԱԱՑ-ն էլ գնա ներգործություն ցուցաբերի քահանաների վրա ճնշի սպառնա իր բարերով ասում է հորդոր բայց ես չեմ հասկանում էլի դու ինչ իրավունք ունես որ ԱԱՑ-ին հանձնարարես, որ մի հատ էլ ԱԱՑ-ն էլ գնա քահանաների հետևից։ Բայց ստացավ պատասխանը պարոն Դանիելյան, տեսակ ինչ արեցին։ Բոլորը մի մարդու Այո, եւ ուզում եմ ես շնորհակալություն հայտնել Շիրակի թեմին, պատվելի մեր հոգեվորականներին, որոնք որ այդ ճնշումներին, այդ ներգործություններին, այդ ամբողջ այդ process-ը որ տեղի ունեցավ, մենք ունենք նաեւ քահանայի ուրեմն ձայնագրությունը, որ քահանան էլ ասում, որ էլի իրանել են այսպես ասած ԱԱՑ-ականները գնացել եւ էլի ճնշում են գործադրել բացի հեճուկս այդ բոլոր ճնշումների եւ իբարս մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու իր հոգեվոր առաջնորդների Շիրակի թեմի առաջնորդի Արագածոտնի թեմի առաջնորդի Տավուշի թեմ Բագրատ Սրբազանի Արշակ arczepiskoposi այդ մարդիկ այսօր մեր ազգի իմունիտետն են այդ մարդիկ այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցու իմունիտետն են այդ քահանաները որոնք որ վերջին պատվարն է մեր վերջին պատվարն ու մեր ինքնության մեր ես որ արշավը տեղի ունենում հստակ ուղղորդումներով եւ հստակ հանձնարարականներով որ գալիս է Ադրբեջանի Թուրքիայի կողմից Փաշիզադեի հանձնարարականներով Փաշիզադեի հորդորներով որ այսքան ժամանակ ասել ենք որ ուղիղ ասում են որ Հայաստանի Հանրապետությունում պետքա եկեղեցիները քանդվեն եւ եկեղեցու տեղը մսկիթներ կառուցվեն սա Փաշիզադեի եւ ադրբեջանա-թուրքական ծրագիր է Եվ հիմա արդեն մենք գործ ունենք մի իրականության հետ, որ տեղի ունենալու մի, այսպես խայտարակ մի ներգործություն, սահմանադրության կոպիտ ոտնահարում։ Մինչև դրան գնալը, պարոն Դանիելյան, դուք ուզում եք ասել, որ ասում եմ հիմնը պետք է հնչի։ Ես ավարտեմ խոսքս, որ տեղի ունենում այդ բարբարոսական հարձակումը հայ առաքելական եկեղեցու վրա, դրանից առաջ էլ մենք շատ կարևոր մի հակաօրինական ուրեմն արարքի ենք ականատես եղել նույն ճնշումները տեղի ունեցել ուրեմն Արշակ Սրբազանի նկատմամբ Գիտենք, որ դրանից առաջ միջև իր ձերբակալությունը Արշակ Սրբազանն էլ ասեց, որ իրեն էլ հորդորներ են եղել, իրա վրա են ճնշումներ եղել, որպեսզի միանա այդ տիրադավներին, հերձվածներին, բայց մարդը բացառիկ արժանապատվություն է ցուցաբերել, չի ենթարկվել ու միայն այդ պատճառով է, որ Արշակ Սրբազանը գտնվում է ԱԱՑ մեկուսարանում։
այդ բացառիկ տեսակներն են, որ մեզ ուրեմն այսօր մեր հենասյուներն են եւ հենքն են հանդիսանում, այսինքն սա առանձին մի հատ քրեական հոդված է մարդու վրա ճնշում գործադրելու Եվ երբ տեղի ունեցավ, ուրեմն այս ահռելի ճնշումները իրենք, այս նկարը արագ, այս ահռելի ճնշումներից հետո ինչ է տեղի ունենում։ Ինքը հանգիստ է, դե հայտարարում է սեպտեմբերին պիտի գնամ հայ առաքելական եկեղեցու վրա չի լինում, հետո դրանից հետո հայտարարում է, որ դե հոկտեմբերին գնամ, ասում են, չէ, ընտրությունից հետո կոմպրոմատներով սկսում են այլանդակ հարձակումներ, ինֆորմացիա կա, որ այդ Ամերիկայի որ միացել է իրենց անունն եմ ուզում հիշել Սրբազանի, որ նաև ստորագրել է, որ Մակունցի իր հետ աշխատել է, ասեցի, չէ՞ Մարիամ ճշտի, Հովան, այո, եւ իր կազմակերպված Մակունցով եւ այլն, մտածում է, որ հիմա այս 7 հոգին 8 հոգին կստորագրեն ու մի անգամից կպայթի։ Վերջ, արդեն բոլորը վախեցած կլինեն, ինչ է տեղի ունենում։ Մենք տեսնում ենք այդ ընթացքում, ուրեմն գնում է Մարսել, վեհապար հայրը, կաթողիկոսը գնում է այնտեղ եւ մի անգամ տարածվում է դիվանատնից հայտարարություն, որ նախ մի շարք թեմերի հոգեվորականներ աշխարհից տարբեր անկյուններից իրենց աջակցությունն ու զորակցությունն են հայտնում հայ առաքելական եկեղեցու եւ հայտարարում են, որ մենք կանգնած ենք վեհապար հոր կաթողիկոսի կողքին։ Սա 7 հոգու ստորագրություն անմիջապես եպիսկոպոսների տարածվում է, որ մենք կանգնած ենք վեհապար հոր կողքը։ Սա տարածվում է, դրանից հետո 3 հոգի միանում են։ Այսինքն դուք հասկանում եք, ինչից հետո է տեղի ունենում, որ ինքը որոշում է Արշակ Սրբազանին պիտի ձերբակալի։ Հասկանում եք, չէ՞, որ կամային մարդ է, այնտեղ կան մարդիկ, որ միանգամից կազմակերպվում է եւ 27-30 եպիսկոպոս մի քանի ժամվա ընթացքում միանում են իրենց ստորագրությունները միացնում են սրան եւ հայտարարում են, ասում են, էսի բան կլինի, դրանից հետո է որ ինքը արդեն ել չեմ ասում որ հարցազրույցներն ու դրանից հետո ինքը հայտարարում է որ պիտի գնա նախ փայլուն ընդունելություն է լինում մենք տեսնում ենք Մարսելում ինչպիսի ընդունելության է արժանանում վեհապար հայրը եւ այսպիսի նաև ինֆորմացիա խնդրում եմ ուշադրություն նախ մի կարևոր բան ինչի մասին խոսել է եւ նաև պարոն Դանելյան ձեր ուշադրությանն եմ հրավիրում տեսեք արտգործնախարարը Միացյալ Նահանգների հայտարարեց որ այն քրիստոնյա երկրի այն երկրները որտեղ քրիստոնյաները խնդիր կունենան իրենք ուրեմն մեզ հետ եւս խնդիր կունենան սիրելի ընդդիմություն դուք որ ասում եք մենք չենք ուզում քայլեր անել գիտեմ որ վախեցած եք չգիտեմ ինչ է կամ ուղեղ չունեք որ դուք ոչինչ չեք անում այս կամ այն դեսպանատների ուղղությամբ, դուք այլևս ունեք դաշնակից իդեմս Միացյալ Նահանգների այսօրվա իշխանության, որ ինքն էլ կռիվ է տանում գլոբալիստների դեմ։ Այսինքն իրենք դուք կարող եք նամակներով, խնդրանքներով, ակցիաներով գնալ, խնդրել, դիմել կամ չգիտեմ մեր քահանաները, սիրելի քահանաներ, եթե դուք տեսնում եք զորակցություն չունեք այդքան մեծ ժողովրդի կողմից եւ քաղաքական ընդդիմադիր ուժերն էլ վախկոտ են, գուցե դուք ինքներդ կազմակերպեք, որտեվ ասում եմ Միացյալ Նահանգները հայտարարեց այն երկրում, որտեղ քրիստոնյան ճնշված կլինի, մեզ հետ խնդիր կունենա, սա մեկ եւ երկրորդ կարևոր բանը, խնդրում եմ ձեր ուշադրությունը եւ եթե թույլ տաք սա ընթերցեմ։ Կարդինալ Ժան-Մարկ Ավելինը, խնդրեմ, կենտրոնում է։ Խոր մտահոգությունն է հայտնել վեհապար հայրապետին Հայաստանում քրիստոնյաների դեմ հալածանքների վերաբերյալ։ Խոստացել է իրադրությունը ներկայացնել էսի ինֆորմացիա կա նաև Մակրոնին։ Նորին Սրբություն Գարեգին II ավարտեց իր պաշտոնական այցը Ֆրանսիայում, որտեղ արժանացավ փառահեղ ընդունելության։ Սա զարմանալի չէ, քանի որ վեհապարը մեծ հարգանք է վայելում քրիստոնյա աշխարհում։ Բացի այդ, Մարսելի քաղաքապետը ասեց Մարսել առանց հայերի հնարավոր չի պատկերացնել։ Վեհապարին ուղեկցում էր անձամբ կարդինալ Ժան-Մարկ Ավելինը, խնդրեմ, ով կաթոլիկ եկեղեցու ամենաազդեցիկ եւ ականավոր գործիչներից է, խորը ինտելեկտուալ, միշտ կրոնական երկխոսության ջատագով եւ համարվում է Ֆրանցիսկո Պապից հետո Հռոմի Պապ ոցվելու ամենահավանական տեխնացուներից մեկը։ Իմիջիայլոց նաեւ այս վերջին ընտրությունների ժամանակ նաեւ իր տեխնացություններ քննարկվում, որ ինքը կարող է լինել Հռոմի Պապ։ Ես ուղղակի սա ներկայացնում որ հասկանաք ինչպիսի ազդեցիկ մարդ է քրիստոնյա աշխարհում եւ ով է ընդունել վեհապար հորը, ում հետ է հանդիպել եւ ինչ է ասվել։ Մեզ հայտնի է դարձել, որ հայլին է գրում, որ կարդինալն ինքն է վեհապարին հարցրել Հայաստանում քրիստոնյաների եւ հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքների մասին, հայտնել, որ ապշած է սրբազանների նկատմամբ վերաբերմունքից։ Կաթողիկոսը չի ցանկացել մանրամասն ներկայացնել իրավիճակը, բայց կիսել է իր կարծիքը ընդգծելով Նիկոլ Փաշինյանի վարչակազմի հակաեկեղեցական կեցվածքի բուն պատճառը։ Կարդինալը իր հերթին խոստացել է, որ ուսումնասիրել թեման եւ հնարավորության դեպքում ներկայացնել նաեւ Ֆրանսիայի եպիսկոպոսած կոնֆերանսի
մասին, որի ղեկավարն է ինքը եւ նախագահ Մակրոնին։ Ինչու համար ես սա ներկայացրեցի, որ մենք հասկանանք, որ մենք միայնակ չենք, լինելով քրիստոնյա, առաջին քրիստոնյա ժողովուրդը, որ մեր դեմ այսպիսի արշավ է կատարում, որ մենք այսօր արդեն երկու գերտերություններ, ինչպես Ֆրանսիան է, ինչպես Միացյալ Նահանգներն է, այդտեղ մենք կարող ենք գտնել դաշնակիցներ, ինչպես տեսնում եք այն, գտանք իսի դաշնակից եւ նաեւ այս բոլոր մտահոգությունները վեհապար հայրը այնտեղ եկեղեցում իր ելույթում եւ դատապարտեց եւ ներկայացրեց, թե ինչ է տեղի ունենում։ Սրանից հետո արդեն մենք տեսանք, որ ճիշտ կետի եկավ պարոն Դանելյանը, որ ինքը հայտարարեց, որ գնում է բանի ուղությամբ հայ առաքելական մարտաճարի վրա պիտի գնա, արդեն այսպես ասած իրենք փորձեցին հայտարարել եւ ազդարարել եւ ասել է այնտեղ պիտի հնչի հիմ։ Լևոն Զուրաբյանն է խոսել իմիջիալոց շատ հետաքրքիր է միշտ հետևել Լևոն Զուրաբյանին, որտեղ շատ դիպուկ է արտահայտում, ասել է, որ այս մարդը պատերազմ է, ինքը Նիկոլ Փաշինյանը ոտքից գլուխ պատերազմ է եւ ինչ է ասել Նիկոլի մասին, ուրեմն ազգային ապականմանը պետք է վերջ տրվի, Փաշինյանը հավատադաշտ արշավը Գյումրիում էլ ավեր եւ այլն Գյումրու մասին է խոստացել, այս ձախողները սակայն միայն ավելի են սրում մեր ներօրյա բռնապետացու մոլագարի ախորժակները, ստորև գծված գրամը ցույց է տալիս, որ գերագույն գլխավոր տգետը Նիկոլին է ասում Լևոն Զուրաբյանը, գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ հայ առաքելական եկեղեցին հիմնադրվել է Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները եւ ոչ թե հայոց պետությունը, որտեղ Նիկոլ իր գրառմանն մեջ դա էր գրել 301 թվականին, տեղյակ չի կամ իրեն կատարյալ հիմարի տեղ է դրել հակագծերը, որ ամբողջ աշխարհում պետության եւ դավանանքների սահմանները չեն համընկնում, որովհետեւ չեն կարող ամբողջությամբ համընկնել պետական իշխանության եւ հոգեվոր իշխանության տիրույթներում։ Հայոց աշխարհի գերագույն գլխավոր հերձվածողն ու պարակտիչը այս բառը եկեղեցու գիտեք, որ այս հայտարարության մեջ էր, պետք է հեռացվի, եթե մենք ցանկանում ենք շարունակել գոյություն ունենալ որպես պետականորեն կազմակերպված ազգ։ Այո, ճիշտ է, ինքը հայտարարեց, որ գնալու է եւ ավելին հիմնա հնչեցնելու, բայց օրինակ չէ, մենք հիմա ոմանք ասում են եկեք հումորով վերաբերվենք, եկեք հանգիստ, դուք կասկած ունեք, որ իսկ իր թիմի մեծ մասը DJ-ներ են, չէ՞, պարոն Դանյան։ DJ-ներ են, ալեն էլ ասում է ես որ պարապ եմ մնում, գնում է էլի DJ-ություն անում։ Դեմ բանին էլի, որ բոշային բերում են գցում են խալու վրա, խալուց գլորվում գնում է։ Հիմա այս հաջորդ առաջարկը կարող է լինի, օրինակ պատարակների ժամանակ սուպեր սակոին կանչեն, օրինակ երկի սուպեր սակոին։ Այո։ Այսինքն այս ինչ է նշանակում էլ, այս ամեն ինչը մի բան է նշանակում է, որ այս մարդը նպատակը մեկն է, քանդել եկեղեցին, կատարել այն ապօրինի քայլերը, որոնք որ տանելու են մեր եկեղեցին պառակտման, ներազգային թշնամանքի եւ դրանից բխող բոլոր բացասական հետևանքների։ Ես այս ամեն ինչի նաեւ ուզում եմ ավելացնել, որ իր աջակցությունն ու իր զորակցությունն է հայտնել հայ առաքելական սուրբ եկեղեցուն, մեծի տանը Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը, ուրեմն Արամ առաջինն էլ է իր զորակցությունը հայտնել հայ առաքելական սուրբ եկեղեցուն եւ բնականաբար մենք չենք կարող շրջանցել նաեւ այն թեման, շատ կարեւոր մի հարց էլ կա, որի կուզեմ նաեւ մեր հավատավոր ժողովուրդը եւ մեր հեռուստադիտողները տեսնեն։ Բացի այն, որ պղծությունն է տեղի ունեցել, նաեւ այստեղ կա նաեւ բարոյական եւ նաեւ կանոնական շատ հստակ խախտումներ։ Ինչ է տեղի ունեցել երեք Շիրակի թեմում։ Շիրակի թեմի ձերբակալված կալանավորված ուրեմն առաջնորդը Միքայել Սրբազանը, որը ասեցի, որ առողջական շատ լուրջ խնդիրներ ունի, քրեակատարողական ԿԿԲ-ի պատվալում է գտնվում այդ մարդը, իր ասում է հոգևոր եղբայր իրեն համարողները, որ ասում են մեր հոգևոր եղբայրն է, գնում են առանց իր թույլատրությամբ, որ էլի կանոնական խախտում է, որ առանց իր թույլատրությամբ եւ կոնկրետ հստակ Միքայել Սրբազանը իր նամակում նշել է, որ ոչ մեկ իրավունք չունի մտնի այդ եկեղեցին։ Իրենց հետ տանում են շրջիկ, այդ չգիտեմ, այդ թափառախումբը որ կա, տանում են այդտեղ, իրենց չգիտեմ երաշտախ մարդ են գտնում, որ ուրեմն այդ երաշտությունը հնչեցնի, չգիտեմ, մարդ են գտնում բերման ենթարկում, քահանա են բերման ենթարկում եւ այդ մարդիկ փաստորեն մասնակցում են նաեւ իրենց հոգեվոր եղբոր դեմ այս արշավին։ Այսինքն դուք պատկերացնում եք մարդիկ ոչ միայն դուրս են եկել մայրաթորի դեմ, վեհապար տիրոջ դեմ, այլ իրենց
եկեղեցուց դուրս է գալիս Վազգեն Սրբազան կոչվածը։ Եկեղեցուց դուրս է գալու դրա հայտարարությունները լսեք։ Ասում եմ մենք բան ենք ազատություն ենք մաղթում։ Հասկանում եք այս ամեն ինչը, ինչ է կատարվում, սիրելի հայրենակիցներ։ Հանջարեղ ամբարոյականություն, էլի ճիշտ է։ Այո, այսպիսի բան ասենք, սենց սա չլսված, չտեսնված, քու հոգևոր եղբայրը ու կոչ էր արել է Միքայել Սրբազանը, դուք եք տարածել։ Կոչ արել, նամակ ա ուղարկել, ասել ա որ հանկարծ նման քայլի չգնաք։ Ու դուք գնացել եք այդ քայլին, այդ սրբապղծությանը դուք գնացել եք, դուք ոչ միայն տիրադավ եք, դուք ոչ միայն հերձված եք, դուք ոչ միայն գնում եք եկեղեցու դեմ, մեր ժողովրդի դեմ, այլ կոնկրետ սա այդ Միքայել Սրբազանի դեմ էլ ուղղված է ամեն ինչը, Շիրակի Բայց Վազգեն էս ողորմելի հարցազրույցը Այո, հայարակելական եկեղեցու դեմ։ Այ խայտարակություն, այս ամեն ինչը անցնելու է, բայց դուք ձեր խայտարակությունները հրապարակ են գալու։ Գևորգ Սրբազան ինչ է արել Մոսկվայում, վթարի ժամանակ ինչ ռուս աղջիկ եղել կողքը, ոնց մահացել է, ոնց եք ծածկա դմփոցի արել, ով է քեզ բուժել, ոնց ես փրկվել, այս բոլոր այ անբարոյականներ, այս ամեն ինչը հրապարակ է գալու, չնայած այն օրվա իրենց գլխիկոր այս վիճակը որ կար, sense գլխիկոր արդեն པարզ էր էլի։ Ես խնդրում եմ ամփոփել պարոն Դանիելյան, սա մեր մեղավորությունը չի, որ այսպես կարճ է ստացվում, բայց ինչ ասեմ, մյուս կողմից էլ պարոն Դանիելյանը 1000 կտոր չի լինելու։ Առավոտը ազգային ժողով հիմա այստեղ հետո չգիտեմ, ուրիշ քննարկման հարցազրույցի ցավոք սրտի այնպես ստացեց, որ 1 ժամ ուշացումով եկավ պարոն Դանիելյան եւ ստիպված Ես մի կոչում եմ, կոչս ուղղակի պարոն Սարգսյանն էլ արդեն այստեղ է, բայց մենք ցեն շարունակելու ենք։ Կոչս հետեւյալն է, սիրելի հայրենակիցներ, մենք բոլորս ունենք մեկ ճանապարհ՝ միավորվել, համախմբվել հայարակելական Սուրբ եկեղեցու կողքը։ Չսպասենք, որ ինչ որ մեկը մեզ պիտի կոչեր ասի, չսպասենք, որ ինչ որ մեկը մեզ պիտի խնդրի։ Դա մեր բարոյական պարտքն է, դա մեր բոլորիս անելիքն է եւ որ ամենաբարձր հեղինակությունը վայելող հայրաքելական Սուրբ եկեղեցին տարբեր հարցումներով ամենաբարձր վարկանիշ ունեցողն է եւ ես էլ եմ գետնի վրա համոզվել, որ վեհապար Տերը, վեհապար հայրապետը մեր բոլորից բացարձակ հեղինակությունը եւ մենք տեսնում ենք, որ թե դիմավորելով, թե համացանցում, թե արձագանքներով ինչ ուրեմն ինչ մեր հավատավոր ժողովուրդը ինչպես է սիրում։ Այստեղ մի կարևոր հարց կա, գետնի վրա, եթե ուրեմն վեհապարն է ժամանում Հայաստան կամ պետք է լինում, ուրեմն մենք պետք է գնանք եւ մեր ներկայությամբ պետք է պաշտպանենք հայրաքելական Սուրբ եկեղեցին։ Գետնի վրա, ոչ թե ստատուսներով, ոչ թե խոսքերով, ոչ թե ես իմ չգիտեմ, իրենց բազմոցներին պարկելով, այլ գետնի վրա պետք է պաշտպանությունը տեղի ունենա։ Հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ, չգիտեմ, հասարակ մարդիկ միակ ձևը դա է, պաշտպանել մեր հորտունը, պաշտպանել մեր սրբությունները, պղծությունից պաշտպանել, ուրիշ տարբերակ չկա, ուրիշ տարբերակ գոյություն չունի, պաշտպանել մեր սրբազաններին, որոնք որ հանիրավի հիմի անազատության մեջ են։ Շնորհակալություն։ Ընդհանրապես պաշտպանել ինքներս մենք պաշտպանենք, շնորհակալ եմ պարոն Դանիելյան, մենք շարունակում ենք